Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ Պաշտպան Հայրենի ազգային մշակութային հիմնադրամի նախագահ պատմաբան Գագիկ Սաֆարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Սաֆարյան։ Պարոն Սաֆարյան, օրերս ԱԱԾ-ն գաղտնազերծեց փաստաթուղթ, որը եկավ ապացուցելու տևական ժամանակ է շրջանառվող այդ խոսակցություններին, այն է, որ կաթողիկոս Գայգին Բ-ի եղբայրը Եզրաս Ներսիսյանը հավաքագրվել է ՊԱԿ-ի կողմից դեռևս 1986 թվականին, անգամ մականուն այնտեղ կա Կարոն մականվամբ, եւ այստեղ նախ ընդհանուր առմամբ այս բացահայտումը ձեզ համար բացահայտում էր նորություններ, թե պարզապես արդեն ակնհայտ փաստի, այսպես ասած, գաղտնազերծում, եւ նաեւ անդրադառնանք այն արձագանքներին, որ եղան քաղաքական որոշակի շրջանակների կողմից, որ սկսեցին արդարացնել, օրինակ, որոշ հոգեվորականներ ասացին, որ այո, ժամանակին հոգեվորականները նաև ծառայել են հայրենիքին, պետությանը ու այսպես շարունակ։ Ընդհանուր առմամբ ինչպես է գնահատում այս փաստաթուղթը, սա ձեր համար նորություններ թե չէ, եւ ինչի մասին են այս խոսակցությունները որոշակի քաղաքական շրջանակների կողմից, որ ըստ էության լծվել են Եզրաս Ներսիսյանին, այսպես ասած, արդարացնելուն, այնինչ Մայր Աթոռից եւ անգամ Եզրաս Ներսիսյանից որևէ մեկնաբանություն չի եղել։ Տեսեք, անկեղծորեն ասած, իմ համար նորություն չի եղել։ Ես ուզում եմ ընդամենը մի փոքրիկ հարցով դիմել ձեզ։ Ինչ եք կարծում, եթե մարդ ունի գրեթե 40 տարվա քաղաքական գործունեության անցյալ, ինչ եք կարծում, ես այդ ոլորտի հետ կապված բավականին խորամուխ եղած կլնեմ, չէ՞ ես։ Տեսած կլնեմ, չէ՞ մարդկանց, հանդիպած կլնեմ, չէ՞ վեհափարների հետ, arczepiskoposների հետ, թեմակալ առաջնորդների հետ, սրբազան հայրերի հետ, հայր սուրբերի կամ վարդապետների հետ։ Եզրաս Ներսիսյանի հետ երբևէ հանդիպել եք։ Ոչ, նրա նախորդի հետ եմ հանդիպել, Մոսկվայի եւ Նոր Նախճեվանի թեմի առաջնորդի, բայց խնդիրը դա չէ։ Խնդիրը այն է, այո, Գարեգին վեհափարի Գարեգին arczepiskoposի հետ եմ հանդիպել բազմաթիվ անգամներ, երբ որ եղել է կաթողիկոսական փոխանորդ եւ Արարատյան հայրապետական թեմի ուրեմն առաջնորդ։ Խնդիրը սա չէ, խնդիրը այն է, որ հայ եկեղեցու հասեի հայրաքելական սուրբ եկեղեցու վերնախավի մի մասը ամբողջովին կտրվել է ուրեմն մեր դարավոր ուրեմն արժեհամակարգային եկեղեցու կողմից մշակված դարավոր արժեհամակարգային կոդերից, սկզբունքներից եւ լծված է եղել կարծեք թե չգիտեք ինչ որակումներ տամ։ Տեսեք, լինել գործակալ հավաքագրված որևէ հատուկ ծառայությունների կողմից սա անընդունելի է։ Եթե ծառայում ես պետությանը, կարող ես պետությանը ծառայել բանակի միջոցով։ Եթե ծառայում ես պետությանը կարող ես ծառայել մշակույթի միջոցով։ Խնդիրը գնում է սրբազան հայրերի, չէ, խնդիրը գնում է, ասենք, ավելի մոտիկ ոլորտի գերատեսչության, չէ, ասենք մշակույթը մոտիկ է, չէ, եկեղեցու գործունեությանը։ Բայց եթե դու ինքդ լինելով բարձրաստիճան հոգեորական եւ կամովին հանձն ես առնում կատարել այնպիսի, այսինքն գործակալի լրտեսի կարգավիճակ ես, լրտեսի շղթանքովիզն ես գցում, չէ, այսինքն դու կամավոր ես գնացել դրան, դու կամավոր ես համազանվել դրան, այլ բան է, որ չէ նշանակում ստիպեն։ Դե թող մեկը ինձ ստիպի, ես լինեմ, թեկուզ հիմա մենք Հայաստանի անկախության 35 տարիա մենք անկախության մեջ ենք, չէ, դե թող մեկը ինձ ստիպի, որ ես համագործակցեմ մեր ազգային անվտանգության մարմինների հետ։ Դա իմ համար անընդունելի խորտ ոլորտ է, չի կարող այդպիսի բան լինել։ Անգլերեն մի բառ կա, որը կոչվում է golden handcuffs, չէ, ոսկե ձեռնաշղթաներ, էլի, այսինքն այնտեղից եւ վարձատրվել են, եւ ունեցել են արտոմյալ վիճակ, եւ ունեցել են ռեգալիաներից, չէ, արքունական այդ կացությունից օգտվելու հնարավորություններ եւ այլն, սա զուտ անձնական նպատակ է հետապնդում։ Գաղտնիք չի, որ դեռևս 20-րդ դարի 20-ական թվականներից հայրաքելական եկեղեցու վերնախավի շատ բարձրաստիճան, այդ ստորակարգության աստիճանը անցած հոգեվորականներ ծառայել են տարբեր ուրեմն գործակալական երկրների գործակալական հետախուզական հաստատությունների, որտեղ որ նրանք ուրեմն գործի բերումով կատարել են իրենց ուրեմն
սպասավորությունը հանդեպ հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Առավել ևս բազում եպիսկոպոսների, բազում սրբազան հայրերի արժեհամակարգը եւ հոգեվոր կամ ուրեմն կենցաղային կերտվածքը թույլ է տալիս ասելու, որ նրանք այնքան են, այսպես ասած, շեղվել բարոյական նորմերից, որ ամեն ինչին էլ հնարավոր է, որ նրանք կնան։ Այլևս չեմ խոսում, ասենք նրանց կներեք մի բառ ասեմ, ներողություն եմ խնդրում, բայց հայերեն պիտի ես ասեմ, սեքսաքաղցը։ Դուք պատկերացնում եք դա ինչ մոտեցում է։ Դուք պատկերացնում եք Շիրակի թեմի առաջնորդը, անունը չեմ ուզում տալ, ասում է իբր ուզում է արդարանալ, ասում է կուսակրոն հոգևորական է խոսում, բարձրաստիճան կուսակրոնության ուխտը կամավոր կերպով ընդունած հոգևորական, ասում է կարծում եք հեշտեք 20 օր առանց կնոջ յոլա գնալ, հələ ձեզանից մեկը 20 օր դուք պատկերացնում եք ինչպես է փորձում արդարացնել իրենց այս շնությունը, իրենց այս անբարոյականությունը, իրենց որկրամոլությունը, այլևս չեմ խոսում շատ փաստերի շուրջը, երբ որ նա կարող էր բազմաթիվ անգամներ ասել պիտի տապալենք կառավարությանը, պիտի տապալենք իշխանությանը, այսինքն այդ գործակալական ցանցի ներկայացուցիչները տվյալ պահին Եզրաս Հասրացյանը այնքան էին հաղթացել, որ Մոսկվայում ուրեմն դեմարշ են կատարում Հայաստանի Հանրապետության դեմ։ Ինչպես անց են կազմում ուրեմն իրենց կողմից ընդհատակից կազմակերպված բողոքներ, ցույցեր։ Այսինքն դուք կարծում եք Եզրաս Ներսիսյանը մասնակցել է կազմակերպչական անգամ ակներև է, դա անգամ առերևույթ է, այստեղ խոսել չի կարող։ Իսկ ինչու պիտի ես կարծեմ, եթե ոչ ներքին համոզմունք չունենան, երբ որ կառավարության ղեկավարը ասում է, որ Բելոռուսի նախագահը ցինիկաբար հայտարարել է Հեյդար Ալիևի մոտ, մյուսի Իլհամ Ալիևի մոտ, Բաքու կատարած այսի շրջանակներում, որ մենք միասին ապահովեցինք հաղթանակը Ղարաբաղում։ Այսինքն այդքանից հետո եւ երբ որ վարչապետը ամենայն անկեղծությամբ եւ ամենայն ճշգրտությամբ եւ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ Հայաստան Հանրապետության ոչ մի պաշտոնյա, ոչ մի բարձրաստիճան մարդ պետք է ոտ չդնի մի երկրում, որտեղ առայժմ իշխում է ուրեմն հայ ժողովրդի ողերեմ թշնամին։ Նու կարող է ողերեմ թշնամի չասել, խնդիրը վերաբերում է Լուկաշենկոին։ Եվ պատկերացնում եք այդքանից հետո ինչպիսի լկտի հանդգնություն պիտի ունենար Կտրիչ Սարգսյանը, Կտրիչ Ներսիսյանը, որպեսզի հովապետական այս կատարեր Մինսկ ինչ որ մի մատուրի կամ թեկուզ առաջնորդանիստ կամ թեկուզ ինչ որ ասենք մեծ վանքի կամ եկեղեցու օծման կամ հիմնարկեքի համար։ Սա մեկ, երկրորդը։ Այսինքն սա ցույց է տալիս, որ Գարեգին բանել է գործակալ, այսինքն այս ձեր խոսքերի կարելի է նման։ Ոչ թե ցույց է տալիս, ինչ եք խոսում, 1999 թվականին հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ընդհանուր եկեղեցական ժողովը, ազգային եկեղեցական ժողովը, երբ որ Գարեգինը ընտրվեց կաթողիկոս, բոլորս գիտենք դա ինչ պայմաններում է անցել։ Ինչ պայմաններում։ Դա անցել է պետության մամլիչ, ուրեմն ուժի թելադրանքով նա ընտրվել է ամենայն հայոց կաթողիկոս թվով 132-րդը։ Երբ որ եղել են բազմաթիվ թեկնածուներ, գիտեք, այնպես չի, որ ես ծանոթ չեմ եղել Արցախի թեմի նախորդ առաջնորդ Պարքև Սրբազանին, այնպես չի, որ ես ծանոթ չեմ եղել Մայրաթորի դիվանապետ Ներսես Պոզապալյանին, նրանց նաև Վարք ու Բարքին, բայց եթե կա կանոններ, ուրեմն հասեն իր բարձրագույն մարմնի միջոցով, տվյալ պահին ազգային եկեղեցական ժողովի միջոցով պիտի իրականացնի հայ առաքելական եկեղեցու ուրեմն ստորակարգության ողջ ուրեմն գործառույթը A-ից մինչև F։ Ես կներեք, կարծում եմ, ես մի քանի անգամներ ձեր մոտ հարցազրույց եմ տվել, շատ չեմ ուզում խորանալ։ Հայ առաքելական եկեղեցու վերնախավի մեծ մասը այսօր լցված է պետականաքանդման գործընթացով, այդտեղ բացառություն չի կազմում նաև խորհրդային KGB-ի ագենտ Եզրաս Ներսիսյանը
եւ էլի շատ եպիսկոպոսներ։ Այստեղ նաեւ բացառություն սա ընդամենը եւ այն 3 եպիսկոպոսները կամ սրբազան հայրերը, որոնք այսօր գտնում են ազատազրկման վայրերում, եւս բացառություն չեն կազմում, նրանք եւս հստակ կերպով ասում են, որ նրանք օտարերկրյա գործակալական ցանցի մաս են կազմում, որոնցից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի չի, Վազգեն Գալստանյանը, մյուսը բոլորս գիտենք նրա արտահայտությունները առ մեր պետությունը եւ ինչպես էր նա 102-րդ ռազմաբազայի ղեկավարության հետ համագործակցում, իսկ մյուսն էլ էս վերջերս բանը որ կար այդ որը իր մտերիմ Արշակ Խաչատրյանը, ավելի ճիշտ Ավազանի անունով Սամվել Խաչատրյանը զբաղված է եղել բազմաթիվ այլանդակ գործունեությամբ։ Հերմինե ջան, այնքան փաստերը ցցուն են, որ ես չեմ ուզենա շատ անդրադառնամ։ Եվ դուք պատկերացնում եք, այսքանից հետո 2 օր առաջ, թե 3 օր առաջ Մայրաթորի մոտ, երբ որ պիտի 10 եպիսկոպոսներ, սրբազան հայրեր բողոք ասեմ, հուշագիր ասեմ, հայտարարագիր ասեմ, հանձնեմ Մայրաթորի ղեկավարությանը կամ քարտուղարությանը, որից հետո կոչ անեն, որպեսզի Կտրիչ Ներսյանը գնա վաստակած հանգստի եւ մարդիկ ոչ միայն մարդիկ, ես կասեի քայլող արարածները հավաքվեցին այնտեղ հաջակցություն հայրաքելական եկեղեցու, որը ոչ մի կապ չուներ հայրաքելական եկեղեցուն աջակցելու գործի մեջ։ Եվ եթե չլներ մեր իրավապահպան մարմինները եւ հատկապես ուժային կառույցները, ես ասում եմ, լինելու էր սա դրանք, այդ հրահրումները, այդ կեղծ հայտարարությունները, այդ մոլուցքով, ուրեմն անզիջում այդ ամեն ինչը փորձ է իրարվում ամեն կերպ ստեղծել քաոսային իրավիճակ, խառնաշփոթություն, ինչպես որ մի հայտնի տերմին կա, չէ՞, բաբելոնյան աշտարակաշինություն, չէ՞, պանդեմոնիում։ Ահա սա է նրանց կերպարը, զուտ նկարագիրը։ Տեսեք, ես 1 թե 2 օր առաջ կաթողիկոսը ուզում էր տանել բախումների։ Չի բացառում, որ նա կարող է նաև դրան գնալ։ Նրա հակապետական գործունեությունը եւ հակազգային եւ առաջի հերթին հակաեկեղեցական գործունեությունը նրա առհասարակ որևէ քայլ հակացուցված է հայրաքելական եկեղեցու նորմերին։ Նրա որևէ քայլ չի արտահայտում հայրաքելական եկեղեցու շահերը։ Բա ի՞նչն է կապում եկեղեցու հետ, այդքան որ չի ուզում հրաժարվել անգամ այն Ես կարծում եմ, նրանք քանի որ նախկինում ունեցել են արտոնյալ վիճակ, այսօր էլ նրանք լինելով օտարերկրյա գործակալական ցանցի բաղադրամասեր եւ Հայաստանում ներթափանցված 5-րդ Շարասյան եւ ականների եւ այսպես հիմա մարդիկ մոդայիկ է դարձել, չէ, գերժամանակակից up to date է դարձել, ասեն հայբրիդային պատերազմներ, ես իհարկե զերծ կմնամ դրա մասին, որովհետեւ այն մարդիկ են խոսում հայբրիդային պատերազմներից, որոնք նույնիսկ չգիտեն ինչ է հայբրիդը։ Այն մարդիկ են խոսում հայբրիդային պատերազմներից, որոնք չգիտեն ինչ է soft power-ը, որոնք չգիտեն ինչ է մշակութային արշավանքը, որոնք չգիտեն ինչ է գործակալական ցանցը, որոնք չգիտեն ինչ է մարդկանց ներքաշելը պետության դեմ ստվերային պայքարում, բայց բոլորս գիտենք, որ նրանք օգտվում են կերակրատաշտից, նրանք արտահայտում են քաղաքական գործունեությունը, նրանք արդեն համադրում են բիզնես պրոջեկտի հետ, որը բերում է նրանց ստվերային եկամուտ, ակնհայտ կերպով ես ասում եմ, գիտեք ինչ, եթե իմ հետ համամիտ չեն, կարող են ինձ մեղադրել, ճիշտ չեմ ասում, կարող են նաև անուններ տալ, բայց ես վերջերս սովորաբար փորձում եմ մի քիչ զերծ մնալ այդպիսի բաներից, ես ուզում եմ ասեմ, որ մեր երկրի մեջ, մեր հասարակության մեջ քաղաքական դաշտում ներթափանցված են շատ վտանգավոր ուժեր։ Եվ ինչքան մեր ժողովրդավարությունը, վարչապետը եւ Հայաստանի քաղաքական կառավարող ուժը փորձում են այդ ժողովրդավարությունը պահել աչքի լույսի պես, բայց ես պիտի ասեմ, որ այդ ժողովրդավարությունը անդիմադիր, այսպես կոչված ուժերը օգտագործում են ուրեմն քաղաքական իշխանությունը, որը իր մանդատը ժողովրդի կողմից ստացել է 2021 թվականի հունիսի 20-ի համապետական ընտրությունները օր առաջ տապալ են։ Վրեժխնդիր քաղաքական գործիչների, ես կասեի վրեժխնդիր պիտանելիության ժամանակը անցած
քաղաքական հանգուցյալների դրդմամբ։ Դե բայց նույն ժողովրդավարության խնդիրը չէ, որ ժողովրդավարությունը կարողանա պաշտպանել նման երևույթներից ու նաև քանի որ ասացիք, որ Եզրաս Նեստիսյանի մասով խոսացինք, բայց տեսեք, խոսակցությունները քիչ չեն, նաև պաշտպանները քիչ չեն, ասում են, լավ, եղբայրը ենթադրենք անգամ պակ գործակալ է։ Հիմա ինչու եք դա կապում կաթողիկոսի հետ։ Ես զարմացա, երբ որ երրորդ նախագահը ասեց, որ եղբորը եղբոր համար պատասխանատու չէ։ Գիտեք ինչ, այնպես չէ, որ փողոցային մարտեր է եղել, քաղաքական ինչ են, քաղաքական չի, քաղաքային հաշվի հարթարներ, հա, այդ մի տերմին կա, չէ, օտարահունչ ռազմորկաններ, որ եղբայրը գնացել է կռիվ արել է, մեկն էլ գիտնական է, եղբորը որ ասենք փողոցային խուլիգանություն արել, ձերբակալ են, ասում են դե եղբայրը գիտնական է, ինչ կապ ունի նրա հետ։ Մարդը հայրաքելական եկեղեցու հովվապետն է։ Մայրաթորի տիրակալը իր եղբայրը թեմի առաջնորդ է, թեմակալ առաջնորդ է։ Այսինքն չի կարող չիմանալ։ Այսինքն եւ գիտեր եւ նա պիտի սաստեր, եթե նա չի սաստում, եթե նա դրա արժևը չի առնում, եթե նա նույնիսկ պիտի եւ եղբոր համար ներողություն խնդրեր, եւ պիտի ուրեմն գնար խավարան, եւ պիտի նախատինք թափեր, եւ նա պիտի անպայման անվանարկեր, եւ պիտի անպայման զաղգեր, էլ ինչ ասեմ ես, որ իմանաք, որ գիտեք ինչ կա։ Էտում եք, այսպեսի մի բան կա, չէ՞, մեր ժողովրդական ասում է, էտում եք հիմարի տեղ դնում։ Էտում եք հիմարի տեղ դնում։ Այսօր ովքեր են պաշտպանում հայրաքելական Սուրբ եկեղեցուն։ Անաստվածները, աստվածամերժերը, որոնք տասնամյակներ շարունակ տարբեր բուհերում, տարբեր կրթական հաստատություններում եղել են աթեիզմի, աստվածամերժության մասնագետներ, դասախոսներ, գործավարներ եւ այլ, եւ ոչ թե հայոց պատմության դասախոսներ։ Հիմա ես ասում եմ ձեզ, մեր եկեղեցին, եկեղեցու վերնախավը, մեր եկեղեցու վերնախավի շատ անդամներ, բազմաթիվ անդամներ, այսպես ասեմ, ամբողջովին ուրեմն գտնվում են հակապետական գործունեության հորձանուտում։ Նման փաստաթուղթ կարող ենք տեսնել նաև կաթողիկոսի վերաբերյալ, նկատի ունեմ։ Տեսեք, կարծում եմ այդ հարցը թիրախային չեք տվել ինձ, որ ես ներքուստ համոզված եմ, որ եւ վեհապարի հետ կա, այսինքն եթե կտրիչը զբաղվում է շնությամբ, եթե նա անբարոյական արժեհամակարգի կրող է, եթե նա երկրի ներսում զբաղվել է կադրային քաղաքականությամբ, եթե նա կարող է վեր կենալ գնար իջգրու վարչապետի Բելարուս, եթե նա կարող էր կոչ աներ տապալել Հայաստան Հանրապետության կառավարությունը, ինչ է եղել, ինչ է խանգարում, որ մի հատ էլ փայլուն էջ չունենա որպես գործակալ։ Ինչ է խանգարում նրան։ Ես կներեք ինքս չեմ ուզենա այդքան խորանալ, ես իմ ասելիքս ասեցի, եւ ես պիտի ասեմ, ես շատ ինձ լավ զգացի, երբ որ այդ օրը ուրեմն իրապահ մարմինների միջոցով, ուժային կառույցների միջոցով կանխվեց այդ հրահարումը եւ սադրանքը, այսպես կոչված ընդդիմության կողմից։ Լավ, ամեն դեպքում ամփոփելով այս թեման, պարոն Սաֆարյան, ինչ հանգուցալուծում կարող է լինել, այսինքն հանգուցալուծումը մեկն է, ուզուրպացրել է, բռնազավթել է, ուրեմն Կտրիշ Ներսյանը Մայրաթորը, ամեն գնով պիտի օր առաջ հրավիրվի ուրեմն ազգային եկեղեցական ժողով, որպես հայրաքելական Սուրբ եկեղեցու գերագույն մարմին եւ դրվի կաթողիկոսի հրաժեշտ տալու վաստակած հանգստի ուղարկելու հարցը։ Գիտեք, որ ազգային եկեղեցական ժողովի 1/3 մասը ամբողջովին քաղաքացիական աշխարհիկ մարդիկ են, եւ նաեւ մենք ունենք հոգեոր դասի տասնյակ ներկայացուցիչներ, որոնք իրենց ձայնը բարձրացրել են այժմ կաթողիկոսին հանգստի ուղարկելու, չէ, վաստակած հանգստի ուղարկելու օկտին։ Եվ ես կարծում եմ, որ այստեղ ուրեմն միջնորդների կարիք չկա Նիկոլ Փաշինյանի կամ եկեղեցու վերնախավի։ Ես պիտի ասեմ, կառավարության ղեկավարը շատ հստակ գիտակցում է ամեն ինչ, շատ հստակ պատկերացնում է ուրեմն այդ ճանապարհային քարտեզը, եթե վեհապարին, այսպես կոչված, Էջմիածնի Մայր Աթոռը բռնի կերպով ուզուրպացրած Գարեգինին
օր առաջ չուղարկեն վաստակած հանգստի, մենք եւս բախվելու ենք մի կարևոր խնդրի հետ 2026 թվականի համապետական ընտրություններից առաջ։ Եվ ոչ միայն դա, ելի կան բազմաթիվ բաղկացուցիչ մասեր, բայց կարծում եմ, քանի որ այսօրվա հարցազրույցի ձևաչափը կարծեք թե չի թողնում շատ շեղվենք, կարծում եմ պահը կգա դրա մասին էլ կխոսենք։ Բայց ինչ խնդրի ենք բախվելու, պարոն Սաֆարյան, որովհետև քիչ չեմ հակապետական գործունեության, շանտաժների, նենգասպառնալիքների, դավադրությունների, հրահրումների, այդ որոնք բերելու են upheaval-ների, սոցիալական ցնցումների։ Եվ գիտեք, մենք ունենք զանգվածներ, որոնք այսպես կոչված կույր հավատի կողմնակիցներ են։ Այդ implicit of faith չէ կա կույր հավատ էլի, որ մարդիկ ֆանատների նման չէ, այսօր էլ էս Հայ ազգային կոնգրեսում մարդիկ կան Լևոն Տեր-Պետրոսյանի կույր հավատի կողմնակիցներն են, մոռանալով, որ Լևոն Տեր-Պետրոսյանը իր 8 տարվա նախագահության ընթացքում չի տիրապետել իրավիճակին։ Նա ունեցել է իշխանական մի 4-5 թև, որոնք աչքի են ընկել մարդասպանության, որոնք աչքի են ընկնել կաշառակերության, որոնք աչքի են ընկել ընտրիգներով, ընդհատակյա խարդավանքներով եւ այլ։ Նույն հակից հայտարարում են, որ կաթողիկոսը հանգիստ կարող է առաջադրվել ընդཐུպ դառնալ վարչապետ։ Դե գիտեք, ես ասեմ, քաղաքական դաշտում շատ քաղաքական գործիչներ ինչպես են բարոյալքվել։ Ունեցել ենք 60, 70, 80-ական թվականներին անկախության համար կյանք տված մարդիկ, որոնք մի քանի անգամ նստել են ազգային անվտանգության ժամանակվա ՊԱԿ-ի նկուղներում եւ այլը, բայց գայթակղվել են մի քանի կոպեկով, գայթակղվել են, ասենք, բարձրաշենի կամ սովետաշենի ճտանոցը սեփականաշնորհերը եւ այլ եւ մարդիկ գայթակղվել են, որովհետեւ քաղաքական գործունեությունը խառնել են, դարձրել են քաղաքական պրոջեկտ, որը հարիր չի, պատիվ չի բերում։ Դա աննամուս մարդը միայն կարող է։ Բայց ինչու՞ չենք մենք այսօր ասում Լեոնիդ Ազգալյանի մասին։ Ինչու՞ չենք մենք ասում Թաթուլ Կրպեյանի մասին, ինչու՞ չենք ասում Իգոր Մուրադյանի մասին։ Ինչու՞ չենք ասում Բեկորի մասին։ Ինչու՞ չենք ասում եւս բազմաթիվ ասենք գործարանի տնօրենների կամ ասենք պետական աշխատողների շատ մարդկանց մասին, որոնք ասենք մեծ համայնք են ունեցել ոչ միայն շրջապատի, այլև մեր ժողովրդի շրջապատի։ Հարցս հակառակի մասին էր, այսինքն այս քաղաքական ուժերը շրջանակները պնդում են, որ Գարեգին Բ-ն կարող է արդեն որպես քաղաքացի առաջադրվել իր դեմքով ընդཐུպ դառնալ վարչապետ։ Այսինքն այդ հավանականությունը։ Դե մենք ունենք այդպիսի փորձեր Վազգեն Գալստանյանի հետ կապված, երբ որ իմ հայրենիքից բռնագաղթված արցախցիները սատարեցին շատ շատերը մոլորվելով սատարեցին ուրեմն Վազգեն Գալստանյանին, նրանք էլ ծմերուկը առան թևերի տակ իմանալով թե շուտով վարչապետին գահանքեց են առնել։ Դե կարող են իրենք փորձել, փորձ արվեց մեկ ուրիշի ներկայացնել վարչապետի թեկնածու, չէ։ Դե հիմա գիտեք ինչ կա, ինչ ասես կարող են անել։ Հիմա փորձում են արցախցիներին նորից ներքաշել քաղաքական կեղտոտ խաղերի մեջ, հորձանուտի մեջ եւ այլը, չնայած կարծում եմ Հայաստանի կառավարությունը ունի պրոյեկտներ, ունի գեղեցիկ քայլեր, հատկապես իսկ արցախցիների մոտ այդ գիտակցումը կա, թե ինչ է կատարվում հիմա եւ ինչպես դուք ասացիք։ Ես կարծում եմ, որ այդ գիտակցումը արդեն կամաց ձևավորվելու է աստիճանաբար եւ վաղ թե ուշ մեր ժողովուրդը Արցախի հատվածը, մեր ժողովրդի արցախյան հատվածը հստակ կերպով գիտակցելու է, որ պետք է անվարան կերպով, պետք է աներկբայորեն, պետք է անդրդվելի կերպով կանգնել Հայաստանի Հանրապետության պետականության շահերի դիրքերում։ Առավել ևս, որ մենք ունենք մի գեղեցիկ ծրագիր արցախցիների հետ առնչվող, որ ես խնդրել եմ Հայաստանի կառավարությանը եւ անձամբ աշխատակազմի ղեկավար պարոն Հարությունյանին եւ իր աշխատակազմով եւ անվտանգության խորհրդից մասնակից սոցիալական աշխատանքի սոցիալական հարցերի փոխնախարարի փոխվարչապետի գրասենյակի տնօրենի անձնագրային քաղաքացիական ծառայության միգրացիոն եւ հանդիպումներ ենք անցկացնում իմ հայրենակիցների հետ եւ պիտի ասեմ անկախ որևէ քաղաքական նպատակի
անկախ որևէ ուրեմն ներկապնակի, անկախ որևէ երանգավորման, զուտ մոտիկից առնչվելու, աղերս ունենալու Արցախից տեղահանված բնակիչների հետ, որպեսզի կարողանանք իրենց խնդիրներին որոշակի կերպով նպաստել։ Ես գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության ներկա իրավիճակը ամբողջովին կառավարելի է, չնայած փորձելու են վերածել քաոսի, քիչ առաջ ասեցի, անկառավարելի դառնել, դա չի լինելու։ Տեսեք, ինձ ասում են, որ օրինակ այն օրը վարչապետը ասեց, այդ խանութը պիտի փակվի։ Գիտեք ինչ, ինքը այնքան ցցում է եղել այդ դեպքը, որ ոչ թե ինքը վարչապետը տրամադրված է խանութը փակելուն, բայց ինքը այնքան հնչեղություն է տալիս այդ երևույթին, որ դա դատապարտելի է։ Վարչապետը եթե ամեն օր այդպիսի մի խանութ ոչ չի ասելու կառավարության նիստերին, հերթով այս խանութները փակեք, բայց հարցի արդիականությունը, կարևորությունը, հրատապությունը այնքան է բարձրացել, որ մի անգամ դու պիտի շեշտես, որ ասես այսպիսի արատավոր երևույթներ կան։ Ես գտնում եմ, որ ուրեմն եզրասի հետ կապված այդ հաստատողը ինչ խոսք ճիշտ է, այստեղ երկու կարծիք լինել չի կարող։ Ես գտնում եմ, որ բացի եզրասից սա ընդամենը, ինչպես ասում են, առաջին ծիծեռնակն է, չէ՞, էլի բաներ այսպիսի լինելու է եւ բայց ես գտնում եմ, որ կառավարությունը, ժողովրդավարությունը պիտի հասանելի դարձնի ոչ թե ուրեմն զիջելով, այլ ընդհակառակը ժողովրդավարության արժեքը ճիշտ հասկացնելով մեր ժողովրդին։ Մենք այսօր էլ մեր արտարադատությունը, ճիշտը խոսենք, մեր պայքարը հակակոռուպցիոն շատ ոլորտներում սոցիալական քաղաքականությունը, այո, այսօր օրինակելի է։ Ես դա ասում եմ ակնհայտ կերպով եւ մի բան էլ ասեմ Հերմինե ջան, քանի տարի ուզում եմ շարունակի իմ քաղաքական գործունեությունը, ոչ մի անգամ թույլ չեմ տալու անձնական հարցով որևէ մեկին դիմեմ, պետական այրերին, բացառվում է։ Ուղղակի ես ասում եմ, մենք ամենայն լրջությամբ պիտի զբաղվենք մեր եկեղեցին մաքրելով այլադավաններից։ Ինչ է նշանակում 10 եպիսկոպոսներ տիրադավներ, բայց եթե դրանք տիրադավներ են, բա Մայրաթորի տիրակալն ով է, բայց եթե դրանք տիրադավներ են, բա Սամվել Խաչատրյանն ով է, բայց եթե դրանք, ասինքն եղբայրը սրբազան առաջնորդ, չէ՞, առաջնորդական թեմի ղեկավար, քրոջ տղան առաջնորդ, ճիշտ է թե չէ։ Համագյուղացին առաջնորդ եւ այսօր ցցունը գիտես որն է, որ նաեւ շատ ուրեմն համախոհներ այսպես կոչված վեհապարի բարձրաձայնում են ճչացող, աղաղակող անարդարությունների մասին։ Այլ բան է, ասենք, այնպիսի մարդիկ ասեն, չէ, ասենք կարգալուց այված օրինակ Հարությունյան կար, չէ, Գերմանիայում աստվածաբանություններ կարդում, էլի մարդիկ կան, բայց այնպիսի մարդիկ են, որոնք այսօր կարգված են որպես հայրաքելական եկեղեցու բարձր դասի սպասավորներ, բարձրացնում են այդ հարցը։ Այո, ժամանակին եւ նաեւ մի բան էլ ես պետք է ասեմ, հայ եկեղեցու պատմությունը ճիշտ իմացողները գիտեն նաեւ հայ եկեղեցին շատ խնդիրներ է ծախողել։ Հայ եկեղեցին նաեւ ունեցել է խոցելի տեղեր։ Ժամանակը թույլ չի տալիս ասելու այն, որը որ պետք է։ Ակնհայտ կերպով կարող եմ ասել, որ հայ եկեղեցու վերնախավը նաեւ բազմաթիվ փաստեր ունի հալածելով մեր բազում մտավորականների, սկսած Խորենացուց մինչև Կոմիտաս վարդապետ։ Եթե խոսքը գնում է սուրբ եպիսկոպոսների կամ սուրբ վարդապետների մասին, ես կդժվարանամ մի քանի տալ, բայց կտամ։ Գարեգին Հովսեփյան, Մեծիտան Կելիկո կաթողիկոս, Կոմիտաս վարդապետ, էլի մարդիկ ես կասեմ, բայց խնդիրը այն է, որ սա պիտի լինի վարակիչ։ Խնդիրը այն է, այո, վարչապետը ճիշտ է ասել, պետք է օր առաջ կասեցնել հայրաքելական եկեղեցու եւ նրա բազմաթիվ հիմնարկությունների չուլանացումը։ Եվ սրա հանդեպ մեր պայքարը պիտի լինի անողոք, քանզի դա ուղղված է միայն առաքելական հայ եկեղեցին մաքրելու, ասում եմ, տիրադավներից, այլադավաններից, այն մարդկանցից, որոնք տասնամյակներ շարունակ ունեցել են
արտոնյալ կարգավիճակ հայ առաքելական եկեղեցու ստորակարգության ամբողջ համակարգում։ Պարոն Սաֆարյան, իսկ այդ գործընթացը տեղավորվում է ինչ-որ իմաստով նաև հիբրիդային պատերազմի դեմ մղվող այս տրամաբանության մեջ։ Հիմա ես ասեմ, ուրեմն գաղտնիք չի, որ վերջերս 5-րդ, 6-րդ Շարասյանը անդամագրվել են կամավոր կերպով շատ մարդիկ։ Կամավոր կերպով, եթե առաջներում ընտրություն էին անում, հիմա մարդիկ կամավոր են արդեն գրում դրան։ Դուք տեսնում եք էլի ընդդիմության ելույթը ազգային ժողովում։ Տեսնում եք ընդդիմության ներկայացուցիչների ելույթները տարբեր հարթակներում։ Ես ուզում եմ դրանց հարցնեմ։ 7 տարվա մեջ կառուցողական կամ առաջադիմական կամ պետականամեջ ինչ հայտարարություններ եւ ինչ ծրագրեր են առաջ քաշել։ Ես անընդհատ ներկայացնել սևը սպիտակի փոխարեն։ Դե ես ասենք աջակցել եմ, չէ՞, կանգնել եմ կառավարության քաղաքական ուժի կողքին։ Հիմա ես ուզում եմ հարցնեմ, բայց դեպքում եթե վարչապետի իշխանությանը կամ քաղաքացիական պայմանագրին դեմ եք, նույն դաշնակցությունը անդամագրվեց պաշտոն ստացավ, նույն Բարգավաճ Հայաստանը պաշտոն ստացավ, չէ՞, հիմա այդ չգիտեմ, այդ մի քանիսը կան, չէ՞, բարձրաձայն գոչում են, չէ՞, բայց այն ժամանակ մաս չկազմեիք։ Լուսավոր Հայաստանը պաշտոն ստացավ, այսօր ասում են նոյեմբերի 9-րդ կետը, դուք էլ եք քաղաքական պատասխանատվությունը առաջինը բարի եղեք, քաջ եղեք ձեր վրա վերցնելու։ Այո, այսօր հիբրիդային պատերազմները հիմա ես ուզում եմ մի քիչ բացահայտեմ, մշակութային գործիչների հետ մեկտեղ, մշակույթի գործիչների հետ մեկտեղ եկեղեցու բարձրաստիճան սպասավորների չի բացառում նաև ստորակարգ, ցածրաստիճան սպասավորների հետ մեկտեղ, նաև այն մարդիկ, որոնք անընդհատ կապի մեջ են ռուսական տարբեր ուրեմն ծառայությունների հետ, ակնհայտ կերպով ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության հատուկ ծառայությունները, որոնք ի պաշտոնե, ոչ թե ի պաշտոնե, իրենց սահմանադրությամբ, իրենց վերապահված ուրեմն գործառույթի շրջանակներում պարտավոր են շատ զգոն լինել։ Այո, հիբրիդային պատերազմների մեջ անպայման օգտագործում է մեր եկեղեցու բազմաթիվ սպասավորներ։ Այստեղ երկու կարծիք լինել չի կարող։ Եթե ժամանակը թույլ տա, շատ բան կարող եմ ասել։ Ինչու պիտի չասենք։ Ինչու պիտի չասենք, երբ որ Մերձբալթյան Բալտիկայի երկրների թեմի առաջնորդը հանդգնություն ունեցավ վարչապետին ասելու, որ պարոն վարչապետ, խնդրում եմ շարունակել խաղաղության քաղաքականությունը եւ տարածաշրջանում անվտանգային համակարգերի ուրեմն ներդրման եւ այլը այս նոր բանը։ Եվ անմիջապես Մայր Աթոռի մամլո գրասենյակը տարածեց, որ նա արտահայտում է իր կարծիքը։ Հետո էլ ասում են Վազգեն բանը, չէ, Վազգեն Սրբազանը, Վազգեն Միրզախանյանը ունի ընտանիք Թիֆլիսում, դե հիմա տեսեք ինչ է կատարվում, այսինքն չբարձրաձայնենք, մենք չբարձրաձայնենք, տեսեք, նոնսենս կա, կարող է ազգային եկեղեցական ժողովը հետ գնալ եւ ընդունել, որ ընդամենը մի բան եմ ասում, որ գիտեք կուսակրոնությունը կարող ենք վերջ բան անել, որոշումով դրա բանը տալ, էլի ասենք ավարտված է, հիմա կարող է Սրբազանը ամուսնանալ, խոսք եմ ասում ես։ Այսինքն, եթե հայ առաքելական եկեղեցին հարյուրամյակներ շարունակ քարոզել է հայ ավանդական ընտանիքի, չէ, բազմազավակ ընտանիքների արժեքը եւ այլը, չէ, այսինքն ինչ է եղել։ Այստեղ ոչ մի բան չկա, բայց սա պիտի արվի ոչ թե խախտելով եկեղեցու կանոնակարգը, դարերով եկած ավանդույթը, այլ դա կարող է արվել, չեք ասում եկեղեցին ինքն է որոշում իր խնդիրները, դե որոշեք ձեր խնդիրները բարոյականության, չէ, ալտրուիզմի, չգիտեմ, տարբեր բաների շուրջը։ Եվ ես պիտի մեկ այլ բան էլ ասեմ, որ այո, առաքելական եկեղեցին մեծ հաշվով մեղմ եմ ասում, ոչ կառուցողական գործունեություն է ծավալում եւ ոչ միայն ոչ կառուցողական, այլև բազմաթիվ անգամներ փորձ է արվում սեփ խրել մեր ժողովրդի միասնության մեջ, փորձում է այսօրվա նրա բազմաթիվ ուրեմն ներկայացուցիչներ, որոնք շատ կասկածելի են, ականադարձել մեր պետականության առջև։ Սա իհարկե նրանց չի հաջողվելու, բացարձակապես եմ ես ասում,
Ես ընդհակառակը այլ բան եմ ուզում ասեմ, որ մենք ինչքան պայքարենք այսպիսի ստոր երևույթների դեմ, մենք ավելի շատ կմաքրենք մեր եկեղեցին։ Շնորհակալ եմ, պարոն Սաֆարյան։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի Պաշտպան Հայրենիաց ազգային մշակութային հիմնադրամի նախագահ պատմաբան Գագիկ Սաֆարյանի հետ, կհանդիպենք։